հարգելի հետևողներ, այս պահին մենք կզրուցենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, այսօր Շուշիի ազատագրման 33-ամյակն է։ Այսօր, երբ Շուշին օկուպացված է Ադրբեջանի կողմից, որքանով է այս օրը կարևորվում հայ ազգի ժողովրդի կողմից։ Գիտեք, նախ իրականում եռատոն է, այն մեր հաղթանակի, խաղաղության, ինքնության հաստատման եռատոնն է, եւ Շուշին առանցքային դեր ունի, որովհետեւ իրականում հենց այդ ժամանակ Շուշին պիտի ազատագրվեր։ Շուշին պիտի ազատագրվեր, որպեսզի հենց հաստատվեր այդ խաղաղությունը, ինչը իհարկե թեկուզ եւ ժամանակի հետ, բայց տեղի ունեցավ եւ մեզ բոլորիս համար, կարծում շատերիս համար Շուշին հենց խաղաղության, մեր ինքնության խորհրդանիշն է եւ անկախ ամեն ինչից մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, այդ հաղթանակի զգացումը որևէ կերպ չի կարող կորել ու որևէ կերպ չի կարող իր արժեքը ընդհանրապես կորցնել։ Եվ նույնիսկ այսպես 33 տարի անց, 1.5 տարի անց Արցախի հայաթափումից հետո հպարտության զգացումը իմ մեջ կոնկրետ կա, ես վստահ եմ բոլորի մեջ կա, որովհետև ժողովուրդը չի պարտվել, ժողովուրդը չի հանձնել, ժողովուրդը չի կորցրել, ժողովրդին դավաճանել են, մեր հայրենիքը դավաճանել են եւ իրականում այո հենց իշխանական դավաճանության արդյունքում, ինչ ցավոք պատմության ընթացքում մենք ժամանակ առ ժամանակ դրա ականատեսն ենք եղել, մենք հայտնվել ենք այս իրավիճակում, բայց ես այս երկու օրվա մտորումներում մի եզրակացության եմ հանգել, որ ինչպես 33 տարի առաջ պիտի ազատագրվեր Շուշին հերթական անգամ պիտի ազատագրվի, որովհետև առանց Շուշիի մենք կորցնում ենք մեր ինքնությունը, մենք չենք ունենա խաղաղություն, վստահաբար եմ ասում։ Այս դրա համար մենք ինչ ենք անում։ Կան այն Հակոբյան, ովքեր իզորու են կամ կգնան այդ քայլին նորից հարսանիք լեռներում օպերացիա իրականացնել։ Գիտեք, ես վստահ եմ, որ այո, մենք ունենալու ենք դա, մենք տեսնելու ենք դա եւ ինչպես 92-ին Շուշին ազատագրվելուց հետո Սրբազանը օրհնեց ազատագրողներին, մենք տեսնելու ենք այդ ազատագրումը, տեսնելու ենք այդ օրհնությունը, սա պաթոս չէ, սա բառեր չի, որ ես ասում եմ։ Իհարկե հիմա մենք իրավիճակում ենք, որ թվում է թե դա անհնար է, թվում է թե դա տեսանելի չէ, որովհետև հասկանալի է նման իշխանությունների պարագայում դրա մասին խոսելը նույնիսկ մի տեսակ անլուրջ է թվում, բայց հավատացեք, որ պոտենցիալը կա, որ հայ ազգի հիշողությունը անհնար է ջնջել, հնարավոր չէ, եւ ի վերջո Եռաբլուրը Արցախում, Ստեփանակերտում, Եղբայրական Պանթեոնում, Հայաստանով ու Արցախով սփռված բազմաթիվ այդպիսի պանթեոններ դրա վկան են, միանշանակ ես ոչ թե հավատում եմ, ես տեսնում եմ եւ դա տեսնում եմ մոտ ապագայում ինչու, որովհետեւ վստահաբար եմ ասում, որ այս իշխանությունների ժամանակը կարճ է եւ ընդհանրապես որևէ իշխանություն հավերժ չէ, նույնիսկ լավ ազգային իշխանությունները հավերժ չեն, հետեւաբար նման իշխանությունները չեն կարող երկար, այսպես իշխանավարել ու շարունակել կործանումը։ Ի վերջո մեր ժողովուրդը իմաստուն է եւ այդ իմաստության արդյունքում ելքը հենց ժողովուրդն է գտնելու։ Տիկին Հակոբյան, Հայաստանի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ Արցախի լուծարման փաստաթուղթը Սամվել Շահրամանյանն է ստորագրել, իրենք Արցախի հանձնման հետ որևէ առնչություն չունեն, բայց օրինակ այսօր ինչն են խանգարում նրանց գալ եւ հարգանքի տուր մատուցել այդ հողն ազատագրած տղաների հիշատակին։ Խանգարում է վախը, միանշանակ։ Ես բազմիցս ասել եմ, կնշեմ հերթական անգամ, այս իշխանությունները վախենում են բոլորից, վախենում են Ադրբեջանից, վախենում են Թուրքիայից, վախենում են Ռուսաստանից, վախենում են նույն իրենց այսպես գովերքած արևմուտքից, վախենում են իրենց իշխանությունը կորցնելուց։ Իրենք միայն մի բան կա, որ չեն վախենում սեփական ժողովրդից։ Հավատացեք, երբ որ իրենք կզգան սեփական ժողովրդի նկատմամբ վախ, այդ օրը կլինի իրենց վերջը, իշխանավարության վերջը կլինի, դա ես միանշանակ եմ ասում,
Արցախի հանձնման մասին ես արդեն այսպես անընդհատ կրկնում եմ այդ նախադասությունը, իրենք թութակների են նման։ Թութակի, որը առանց հասկանալու, ինչու եմ ասում առանց հասկանալու, որովհետև ես վստահ եմ, որ մեկ մարդ է հասկանում իր արածը, լավ գիտակցում, դա Նիկոլ Փաշինյանն է։ Մնացածը հրահանգ կատարողներն են, որոնք չեն մտածում, ունակ չեն մտածելու, չեն կարող, չունեն այդ արժեքները, որ մտածել եւ ուղղակի իրենց հանձնարարվել է, ասվել է, իրենք թութակի պես կրկնում են, որովհետեւ ես ամեն անգամ օրինակ եմ բերում, ցավով եմ այդ օրինակը բերում, բայց որpիսի այն ուղեղները, որոնց չի հասնում, այդ օրինակը երևի անհրաժեշտ է։ Կարող է օրինակ Հայաստանի Հանրապետության նախագահը լուծարման փաստաթուղթ ստորագրել եւ դրանով լուծարել Հայաստանի Հանրապետությունը կամ որևէ այլ երկրի նախագահ կամ ղեկավար։ Իհարկե ոչ, որովհետեւ պետությունները ստեղծում են ժողովուրդները եւ որևէ անձ չունի լիազորություն պետություն լուծարելու։ Հետևաբար Արցախի նախագահ պարոն Շահրամանյանը եւս չէր կարող եւ չի լուծարել Արցախի Հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա այն օկուպացված է թշնամու կողմից առանց հայերի։ Տիկին Հակոբյան օրվա խորհրդի հետ առնչություն չունի, բայց խնդրում եմ անդրադառնանք նաև մայիսի 21-ին, հա, ինչ է սպասվում եւ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է։ Գիտեք, ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոչինչ կկրկնեմ նորից, մենք եթե լինեինք սովորական պայմաններում, օրինակ, հա, Արցախի Հանրապետությունում, այսպես խաղաղ, նորմալ պայմաններում, որտեղ իհարկե քաղաքական process-ներ կային, ինչու՞ չէ, նաև ընդունելի ու ներելի կլինեին քաղաքական ինտրիգները, միգուցե այս աղմուկը, որ այդ հարցի շուրջ կար, ընդունելի ու հասկանալի կլիներ։ Անկեղծ ասած, աղմուկ ընդհանրապես բարձրացնելու կարիք չկա, որովհետև մեր գերնպատակը 1.5 տարվա ընթացքում, որը մենք կարծում եմ, որ արդեն իսկ կատարել ենք, դա Արցախի պետական ինստիտուտների պահպանումն է եւ այդ թվում նաեւ նախագահի ինստիտուտի պահպանումը։ Մենք դա կատարել ենք, դա կարողացել ենք եւ այստեղ արդեն անձերի շուրջ ինչ որ քննարկումներ անելը կարծում եմ տեղի չի, որովհետեւ մենք որևէ փոփոխություն կամ կարգավորում չենք արել անձերի շուրջ, անձերը մեր արժև տեսնելով եւ նորից եմ կրկնում կարևորել ենք Արցախի նախագահի ինստիտուտի պահպանումը, վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է, շարունակելու է աշխատել եւ հենց ժամանակը մոտենա անպայման հայտարարությամբ մենք հանդես ենք գալու։ Ընտրությունը ինչ ձևաչափով են ընթանալու, քանի որ այս պահին իրավիճակն մի քիչ այլ է։ Գիտեք, նախ բոլոր փոփոխությունները, որ կատարվել են, իրենք ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում լուծում ունեն եւ հետեւաբար կենտրոնանալ կոնկրետ ընտրության վրա կամ որևէ գործընթացի վրա էլի կարիքը չկա, շարունակվելու է գործունեությունը Արցախի նախագահի ինստիտուտի, դա կրկնում եմ կարևորագույնն է, որ մենք կարողացել ենք անել, բնականաբար նիստ տեղի կունենա, որի մասին մենք հետագայում արդեն տեղյակ կպայենք։ Նորից եմ կրկնում, եկեք կենտրոնանանք այն հանգամանքի վրա, որ նախագահի ինստիտուտը պահպանված է, դա կարևորն է։ Իսկ կոնկրետ այս պահին ինչ գործառույթ է կատարում ինստիտուտը։ Գիտեք, գործառույթները, որոնք շատ դեպքերում տեսանելի չեն։ Միանշանակ տեսանելի չեն, որովհետև մեր ցանկացած գործողություն, այդ թվում նաև նախագահի ինստիտուտի գործողությունը, պարտավորություն ունի նախ թույլ չտալ փակել Արցախի հարցը, ամենակարևորը, այդ նույն միջազգային հարթակներում եւս։ Երկրորդը արցախցիների իրավունքի իրացման հետևից գնալն է, որը անում են պետական ինստիտուտները, այդ թվում նաև նախագահի ինստիտուտը, եւ մեր բոլոր գործողությունները միգուցե երբեմն համեստ, միգուցե երբեմն հասարակության համար անհասկանալի, զուտ բխում են Հայաստանի անվտանգությունից։ Մեր համար որևէ տարբերություն չկա, Արցախ կամ Հայաստանի տարբերություն է իշխանությունները, որոնք անդադ շահարկում են այդ հարցը։ Մեզ համար երկու հայկական պետությունները դրանք կարևորագույն, գերագույն արժեք են, հետեւաբար մեր գործողությունները նորից եմ կրկնում, որը բխում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքից, որևէ այլ գործընթաց չենք իրականացնում եւ
Ստեղծելով նաև, ինչի մեջ ներգրաված է նաև Արցախի նախագահի ինստիտուտը հանձնախումբը, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, մենք այդ հանձնախմբի միջոցով փորձում ենք արցախցիների իրավունքի հարցը եւս թույլ չտալ, որ մարի միջազգային հարթակներում առ այն պահը, մինչ Հայաստանում կհաստատվեն ազգային իշխանություններ։ Վերջերս սոցիալական աջակցման ծրագրերի նվազեցման պայմաններում շատ արցախահայեր դուրս են եկել ազատության հրապարակ, ասելով, որ պետք չի նվազեցնել կամ ընդհանրապես կտրել սոցիալական աջակցման ծրագրերը, մինչև բնակապահովման ծրագրի ամբողջական իրականացումը, որտեղ դա կենսական նշանակություն ունի։ Այդ միջոցառումները կազմակերպում էին հասարակական կազմակերպությունները, ինչ դեր ուներ նախագահի ինստիտուտը եւ ինչքանով է լսելի դարձնում Արցախցու ձայնը Հայաստանի կառավարությունում։ Սկսեմ նրանց, որ նախագահի ինստիտուտը միշտ դերակատարություն ունի, որովհետև եթե որևէ գործառույթ նույնիսկ չունենա, հասկանալի է համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ, որը չկա, ինքը այս պահին կարողանում է համախմբել, ինստիտուտը համախմբել նաև արցախցիներին, նույն հասարակական կազմակերպություններին եւ ինչպես նաև ցույց տվեց Արցախցիների պաշտպանության խորհուրդը, որևէ կերպ այն ոչ թե ինքնուրույն, այլ առանց համագործակցության նախագահի հետ գործառույթներ չի իրականացնում, այսինքն դիտարկվում են բոլորի կարծիքները։ Ինչ վերաբերում է մարտի 29-ի հանրահավաքին, ցավոք սրտի այս իշխանությունների ձեռամբ վերաձևակերպեց որպես սոցիալական խնդիրների համար կազմակերպված հանրահավաք, բայց իրականում հանրահավաքը իր մեջ ներառում էր նաև, եթե այսպես ընդհանրական ձևակերպենք, ապա արցախցիների արժանապատիվ ապրելու հնարավորությունը Հայաստանում մինչ Արցախ վերադարձը եւ նաեւ գերիների ու մեր պատանդարված հայրենակիցների ուղղությամբ երևացող աշխատանքների կատարման պահանջներ, որի շուրջ նաեւ այդ հանրահավաքը տեղի ունեցավ։ Ցավոք սրտի փոխվարչապետը հետագայում հանդիպման ժամանակ պահանջել էր, որ քննարկումը կարող է լինել զուտ սոցիալական հարցերի շուրջ, խորհուրդը ոչ թե հրաժարվել է կամ արցախցիները հրաժարվել են իրենց մնացած պահանջներից, բայց այս փուլում իրենք կարծես թե քննարկում են միայն դեռ սոցիալական հարցերը։ Եվ այս իշխանությունները երբ փորձում են ներկայացնել, որ Արցախցու պայքարը փորի կամ այսպես այստեղ Հայաստանում հարուստ ապրելու սեփականություն ունենալու մասին է, ես վստահեցնում եմ մեր հայրենակիցներին, որ դրա մասին չէ մեր պայքարը։ Մենք չենք ուզում հարուստ լինել, շատ լավ ապրել Հայաստանի Հանրապետությունում, մենք ուզում ենք արժանապատիվ ինչպես ցանկացած հայ ունի այդ իրավունքը իր հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում ապրել արժանապատիվ մինչ իր բնօրյան վերադարձը եւ դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանությունները, դա կլինի ներկայիս, դա կլինի հաջորդ կամ որ իշխանությունները պատասխանատվությունը կրում են իշխանությունները, պարտավոր են իրենք իրատեսական ծրագրեր իրականացնել, որովհետեւ մենք առ այսօր արած շատ սոցիալական աջակցությունները դիտարկել ենք որպես ուղղակի մխսում, միջոցների մխսում, դա կարելի է ավելի ճիշտ ուղղորդել եւ իրականում եթե չկա քաղաքական նպատակ Արցախցուն վտարել ուղղակի պայմաններ ստեղծել արտագաղթի համար, ապա սոցիալական բազմաթիվ եւ ավելի փոքր բյուջե պարունակող ծրագրերով կարելի է հասնել իրականում նրան, որ Արցախցին հնարավորություն ունենա այստեղ եւ հայրենատեր զգալու եւ արժանապատիվ ապրելու։ Նշեցիք, որ ամեն դեպքում Արցախի նախագահի ինստիտուտի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցությունը չի ստացվում կամ չի եղել, ինչու չի ստացվում եւ ինչու Արցախի նախագահի ինստիտուտը չի կարողանում արցախահայերի ձայնը բարձրացնել իշխանությունների մոտ, խնդիրների մասին ասել։ Գիտեք, դա ոչ թե տեղի ունեցել մեր բռնի տեղահանումից հետո, դա արդեն իսկ ակնհայտ պատերազմից հետո 44 օրյա որևէ կապ, որևէ շփում Արցախի իշխանությունների եւ Հայաստանի իշխանությունների միջև չկար։ Կար ընդհանրապես երկու մարդու այսպես անձնական շփում, դա Արցախի նախկին նախագահի եւ ներկայիս Հայաստանի վարչապետի շփումներ, որը ուղղակի անձնական այսպես հարաբերությունների դաշտում էր եւ որևէ պետական կամ այսպես իշխանական գործընթաց չկար։ Ինչպես փաստել են կառավարության բոլոր անդամները 2020-ից մինչ 2023-ը նույնիսկ իրենց հաղորդագրություններին կամ զանգերին Հայաստանի պետական պաշտոնյաները հարկ չեն համարել պատասխանել, հետեւաբար որևէ համագործակցություն այդ առումով չի եղել։ 23 թվականին
հստակ է ծրագրավորված իրենց սցենարով, որ ինչպիսի ավարտ պիտի ունենար Արցախի հարցը, ինչպիսի այդպես ավարտ ու այսպես պատմություն պիտի իրենք կերտեին, իհարկե դրա տրամաբանության մեջ պիտի ենթադրեր, որ իրենք պիտի մերժեին Արցախի իշխանություններին, հետևաբար նույնիսկ սոցիալական խնդիրներով Արցախի իշխանությունների հետ որևէ համագործակցություն չեղավ այն պարագայում, երբ նույնիսկ եթե այդ խնդիրները սոցիալական հարցերին էին վերաբերվում, ի վերջո կար սոցիալական սոցիալնախարարություն Արցախի հանրապետություն կար բնակապահովման այդպես կոմիտե, որոնք բազմաթիվ այսպես տեղեկատվություն ունեին, տեղեկացված էին, թե նախ ինչպես կարելի է կատարել արագ այդպիսի ծրագրեր, որտեղ փորձ ունեին, երկրորդը ի վերջո այդ բազային հենց իրենք էին տիրապետում, նույնիսկ դա մերժեցին Հայաստանի իշխանությունները եւ որևէ կերպ անընդհատ ցույց տալով ինչ որ հայտարարելով, որ ինչ որ անձանց հետ են հանդիպում, ինչ որ խմբերի հետ են հանդիպում եւ այդպես էլ չհանրայնացնելով այդ մարդկանց, դուք հիշում եք, թե բնականային ծրագրերը, թե սոցիալական աջակցություն ծրագրերը հայտարարվում էր, որ դա արցախցիների հետ համատեղ է կատարվում։ Ես ես վստահեցնում եմ, որ դա արցախցիների հետ համատեղ չի կատարվել կամ այնպիսի արցախցիների հետ է կատարվել, որոնք միանշանակ այս իշխանություններին հարմար են եւ ինչ որտեղ նաեւ իրենց շրջանակն են։ Տիկին Հակոբյան, իշխանությունները Արցախի հարցի հետ կապված մի այսպիսի թեզ են տանում, որ պետականություն են, ենք Հայաստանի Հանրապետության պետականությունն են պահպանել, պետություն են պահպանել, երեկ էլ Ալեքս Սիմոնյանը կարճ հոլովակ էր հրապարակել իր հարցազրույցից մի դրվագ, որտեղ խոսելով 2020 թվականի պատերազմից նոյեմբերի 9-ի մասին, որ վտանգ կար պետությունը կորցնելու, այս խոսույթը, խոսակցությունները որքանով են իրատեսական, արդյոք կա որոշակի օրեն ճշմարտություն այդ ամեն ինչի մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մեկ առիթով էլ նշել էր, որ Արցախի հարցը Հայաստանի վզից կախված պարան է, որ անընդհատ ձգում էին եւ արդեն հասել էր պահը խեղդվելու։ Ես կարծում եմ մենք արդեն շոշափելու ակնհայտ ենք տեսնում հակառակը պետության եւ պետականության, այսպես կարծես փլուզման ճանապարհին ենք մենք եւ դա մենք յուրաքանչյուր քաղաքացի ֆիզիկապես իր վրա դա զգում է, որովհետեւ երբ որ ասում ենք պետություն, պետականություն, իշխանություն, ըստ իս ցանկացած քաղաքացի պատկերացնում է ակտիվ քաղաքական միջազգային հարաբերություններ, արտաքին քաղաքականություն վարվող մեր պարագայում նաև բանակցային գործընթաց։ Մենք այսօր ականատեսն ենք, որ որևէ արտաքին քաղաքական այլևս կուրս կարծես թե չունի Հայաստանը այս իշխանություններով, նաև որևէ բանակցային գործընթաց չկա, նույնիսկ եթե կա բանակցային գործընթաց, ապա Հայաստանը իդեմս այս իշխանությունների, չգիտեմ, կամ սեղանի վրա է, կամ սեղանի տակ է, համենայն դեպս այդ սեղանի շուրջ չէ, դա մենք տեսնում ենք, եւ այդ ամբողջ դատարկ դաշտը լցնելու համար իրենք զբաղված են այստեղ ինչ որ հակառակը ազգային արժեքները կոտրող ինչ որ կրթությունը նորաձև է, չգիտեմ, ինչ որ հիմարություններով, հեծանիվ քշելով, ասֆալտի մասին խոսելով կամ ինչ որ ներքին ինչ որ գործընթացների մասին, որը նորմալ ցանկացած երկրում դա կատարվում է եւ որևէ մեկը դրա մասին վարչապետի մակարդակով օրինակ չի խոսում։ Եվ ես ես վստահեցնում եմ, մեր պետությունը եւ պետականությունը վտանգված է հիմա, երբ չկա Արցախի հանրապետություն, որովհետեւ եթե այսպես շատ չխորանամ, բայց այդպես արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը իր ուրույն տեղը փորձում էր գրավել հենց Արցախի շուրջ բանակցային գործընթացը իրականացնելով եւ դրա արդեն իսկ 2018-ին մենք տեսնում էինք դրա այսպես ժամանակագրական առումով չեմ կարող ասել հիմա ինչքան կարճ ժամանակում, բայց համենայնդեպս մոտալուտ հանգրվան է, երբ պիտի արդարություն հաստատվեր, որը ընդունելի էր լինելու, ինչպես շատ է սիրում ասել Հայաստանի վարչապետը, իրականում, այո, եւ հայ ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի վերջո, ԵԱԿ Մինսկի այդ ձևաչափում, խմբի ձևաչափում տեղի ունեցող բանակցային գործընթացը բերում էր արդարության հաստատմանը երկու ժողովուրդների համար։ Ինչը իրենք թույլ չտվեցին եւ դրանով իսկ վտանգեցին իրականում Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մենք ակնհայտ տեսնում ենք, ես շատ եմ ասել, նորից եմ կրկնելու, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Խոզնավար Խնածախ գյուղերի ուղղությամբ, եթե հարցնեք մեր շատ հայրենակիցներին, իրենք ձեզ վստահաբար կներկայացնեն, որ process-ը
խիստ նման է կարմիր շուկայում տեղի ունեցող process-ներին եւ այստեղ հենց ձեր մեջ կանգնածներից հիշում եք, որ հենց այդ ժամանակաշրջանում դուք անընդհատ զանգահարում էիք եւ ես ինչպես էի պատասխանում նույն կարմիր շուկայի մասին։ Հիմա նույն իրավիճակը, երբ որ ես փորձում եմ այսպես համեմատել, տեսնում եմ հենց այդ նույն երկու գյուղերի եւ Աստված մի արասցե այս իշխանությունների իշխանավարման այդպես ժամկետի երկարացման է, որովհետև իրականում Արցախի հայաթափումը սկսվեց կարմիր շուկայից, սկսվեց Թաղավարտից, որը կիսված էր եւ ելի նույն իրավիճակում էր, ինչ որ այդ գյուղերն էին, ինչ որ Կիրանցի ուղղությամբ գտնվող գյուղերն էին։ Շնորհակալ եմ մի հարցել, մի շարք Արցախից կողմից տեղանված մեր հայրենակիցների հետ որ խոսում ենք, հարցումներ են անում, ասում են, որ ադրբեջանցիներն առաջարկել են մնալ, բայց գիտեին վտանգը, գիտեին ինչի է ընդունակ Ադրբեջանը եւ չեն մնացել։ Ամեն դեպքում ինչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց հայրենիք։ Գիտեք, մենք արդեն բազմիցս կոնկրետ մեր հասարակական կազմակերպությունը Արդարություն եւ Վերադարձ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 5 այդպես մարզերում հանդիպում ունեցանք արցախցիների հետ, բավականին մեծ հատվածի հետ, որտեղ հենց այդ հարցերը մենք ուղղում էինք եւ պատասխանը իրենցից ստանալով արձանագրում վերջում փաստաթուղթ կազմվեց։ Ես ձեզ ասեմ, որևէ տարբերություն չի եղել, բոլորը նույն կարծիքն են ասել, որ միանշանակ նախ առաջնահերթ է Արցախ վերադարձը։ Բոլորի մոտ այդ կարիքը կա, այդ նպատակը կա եւ երազանքը։ Երկրորդը ինչպիսի Արցախ եւ ինչպես վերադառնալ Արցախ, միանշանակ բոլորի մոտ միջազգային հստակ, այդպես հա, անվտանգային երաշխիքների ներքո եւ պայմանը պիտի լինի, որ չի կարող լինել իհարկե համատեղ որևէ բնակության մասին խոսք, չի կարող լինել Ադրբեջանի ներքո ապրելու կամ Ադրբեջանի անձնագրերով ապրելու պարագայում, որովհետև այդ ընտրությունը մենք կարող էինք անել 2023-ի սեպտեմբերի 19-ին եւ արեցինք։ Մենք ոչ թե լքեցինք մեր տները, դժվարությամբ եմ նույնիսկ արտաբերում այդ բառերը, որովհետև ուղղակի վախենում ենք, ոչ, մենք լքեցինք այդ տները, ցույց տալով ամբողջ աշխարհին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ մենք որևէ կերպ Ադրբեջանի հետ ադրբեջանցիների հետ նույն հարկի տակ, նույն հողի վրա չենք ապրելու ու չենք քայլելու։ Միակ պատճառը դա է։ Իսկ եթե այս ամենը ավելի այսպես ամփոփ ասեմ, մենք մոտ ապագայում կամ ինչ որ ժամանակ է, երբ Հայաստանում կհաստատվեն արդեն ազգային իշխանություններ, վստահ ենք, որ բանակցային գործընթացում օրակարգային հարց է լինելու հենց արցախցիների Արցախ վերադառնալու հարցը եւ այդ ժամանակ հստակ բանակցային գործընթացի ժամանակ պարզ գծագրվելու է հենց այն ճանապարհը, հաշվի առնելով իհարկե այս դիտարկումները, որ ես ձեզ ներկայացրեցի, թե ինչպես եւ ինչպիսի Արցախ են վերադառնալու արցախցիները։ Բայց արցախցիների վերադարձի մասով բանակցություններ վարելու մանդատ ունեն միայն այսօրվա իշխանությունները, որոնք դա անիրատեսական են համարում։ Այսինքն դուք Արցախի պատգամավորները ղեկավարությունը մանդատ չունի բանակցություններ վարել, այս ինչպես է պատկերացնում։ Նախ մենք իհարկե այդպիսի դիվանագիտական խողովակներ չունենք նման գործընթաց իրականացնելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հանձնախումբը, որը ստեղծվեց հենց լիազորեց Արցախի Հանրապետության ազգային ժողովը, խոսել արցախցիների անունից, բավականին մեծ հաջողություններ արդեն իսկ ունի գրանցած եւ մեր այս փուլում, այո, այս իշխանությունների օրոք մեր ներկայիս առաքելությունը կայանում է նրանում, որ մենք թույլ չտանք Արցախի հարցը փակվի եւ որևէ կերպ արցախցիների վերադարձի իրավունքը մոռացության տրվի կամ հանվի աշխարհի նույնիսկ, աշխարհի օրակարգից։ Հետեւաբար դեռևս սա է, իսկ իհարկե այս իշխանությունների օրոք մենք չենք տեսնում այդ բանակցային գործընթացը։ Հետեւաբար ես նշեցի, որ այն պարագայում, երբ Հայաստանը կունենա արդեն ազգային իշխանություններ, հենց այդ ժամանակ մենք վստահ ենք, որ բանակցային գործընթացում սա կլինի օրակարգային հարց։ Ինչպես է գտնվում հավանականությունը, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը նորից ինքնորոշում կունենա, նորից անկախություն ձեռք կբերի, ինչ պայմաններում է դա հնարավոր։ Գիտեք, դեռ այդ ինքնորոշման հարցը երևի դեռ պիտի մասնագետները նորից իրենց դիտարկումներն անեն, բայց ըստ իս մենք արդեն իսկ ինքնորոշվել ենք։ Մենք ինքնորոշվել ենք 1991 թվականին, երբ որոշել ենք, որ չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչին մեզ իհարկե բռնակցել էին, հա, սովետական միության ստեղծման ժամանակ։ Եվ հետևաբար կներեք ինք հարցը
Ինչքանով եք հավանական համարում, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը ելի անկախություն կունենա մոտ ապագայում եւ ինչ պայմաններ են դրա համար։ Գիտեք, դեռևս ապագայի մասին խոսելը դժվար է, իրականում ձեր ասածը անկեղծ ասեմ պատկերացնելը դեռևս դժվար է, ինչ ճանապարհով եւ ինչպես, որովհետեւ դեռևս չգիտենք այս իշխանությունները մինչեւ որ փուլն են քանդելու, մինչեւ որ հնարավորությունն են քանդելու, բայց ես ձեզ ասեմ, որ այս փուլում մենք դիտարկում ենք Արցախ, արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա սկզբնական շեմն է այդ դժվարությունների, որ մենք պիտի կարողանանք հաղթահարել։ Մնացած իհարկե բանակցային արդեն երկար աշխատանքի արդյունք պիտի լինի, որ մենք վերջնական կարողանանք հաստատել այն պատմական արդարությունը, որը որ պիտի տեղի ունենա։ Մեկ էլ մի ճշտում անեմ, որ տարակարծություններ չլինեն, ճիշտ հասկացա, որ այսպիսի փորձ արվել է ամեն դեպքում Արցախի նախագահի ինստիտուտի կողմից Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու, սակայն մերժվել է։ Իհարկե, հենց սկզբում թե Արցախի նախագահը, թե կառավարության անդամները յուրաքանչյուրը իր բլոկի հետ փորձել է այդ համագործակցության